Պատերազմը վաղուց էր ավարտվել։ Պարոն Լենգերսոնը կորցրել էր հույսը, որ երբևէ կենդանի կտեսնի իր միակ որդուն։ Սիրելի կնոջը կորցնելուց հետո նա կանգնել էր հաշմանդամի սալյակին արդեն երկար ժամանակ և կարծես սպասում էր կյանքի մոտալուտ ավարտին։ Հերթական տաղտկալի օրերից մեկն էր, պարոն Լենգերսոնի տանը քար լռություն էր, միայն լսելի էին տան սպասավորների անցուդարձի ձայները, ովքեր կատարում էին իրենց առօրյա աշխատանքը։ Եվ հանկարծ դուրը թակեց անծանոթ մի տղամարդ։ Լսեցիք, կարծես թե դուրն են թակում։ Այդ ով կլինի ժամին։ Գալիս է։ Տեսնես ով կլինի։ Բարև ձեզ, ինչով կարող եմ ձեզ օգնել։ Բարև ձեզ, սա Լենգերսոնների տունն է։ Այո, իսկ դուք ով եք։ Ես պարոն Լենգերսոնի որդու ընկերն եմ, կարող եմ տեսնել պարոն Լենգերսոնին։ Ես հիմա կտեղեկացնեմ նրան ձեր մասին։ Խնդրում եմ մի փոքր սպասեք այստեղ։ Ներեցեք, պարոն Լենգերսոն, այստեղ դեռան մոտ կանգնած է մի տղամարդ, որ ասում է ձեր որդու ընկերն է և ցանկանում է տեսնել ձեզ։ Ինչ պատասխանեմ նրան։ Ինչ ասացի, իմ որդու ընկերն է, ինչու եք կանգնել, տարեք ինձ նրա մոտ, միգուցե լուր ունի իմ որդուց։ Պարոն Լենգերսոն, խնդրում եմ միան հանգստացեք, ձեզ ուզվել չի կարելի, խնդրում եմ մնացեք այստեղ, ես հիմա այնտեղ այն ես գնալի եմ։ Համեցեք։ Բարև ձեզ, խնդրում եմ հետևեք ինձ, ես ես կտանեմ պարոն Լենգերսոնի մոտ, բայց խնդրում եմ մի փոքր նրբանեկատ լինեք, նա շատ ուզված է հիմա։ Բարև ձեզ, պարոն Լենգերսոն, ես Բրայանն եմ, ձեր որդու ընկերը, մենք միասին ենք կրվել մարդու դաշտում։ Խնդրում եմ նստեք։
Բարև տղաս, խնդրում եմ ասա, որտեղ է իմ տղան։ Դու գիտես նրա տեղը, միթե նա ողջ է։ Դե պատասխանիր, մի բան ասա։ Ցավում եմ, պարոն Լենգերսոն, բայց ավաղ ձեր տղան ողջ չէ։ Աստված իմ տղաս, որդիս, թում, Աստված իմ, Աստված իմ տղաս։ Նա մահացավ իմ աչքերի առաջ կռվի դաշտում, փրկելով իմ և իմ ընկերների կյանքը։ Մենք միասին նույն գործարանում էինք աշխատում, երբ պատերազմը սկսվեց։ Ինձ ու էլի մեր շատ ընկերներին տարան մարտի դաշտ։ Ձեր որդին, որ իմ ամենամտերիմ ընկերն էր, պետության կողմից ստացել էր արտոնություն և կարող էր չմասնակցել պատերազմին, քանի որ իրյալ գործարանի կարևորագույն մասնագետներից էր։ Սակայն ինչքան էլ նրան փորձեցինք հակառակը համոզել, նա միևնույն է, որոշում կայացրեց ինքնական գալ մեզ հետ, որպեսզի մեր կողքին լինի այդ դժվարին ժամանակները և փորձությունները։ Պատերազմի թեժ պահին, երբ մի քանի հոգով էինք մնացել շրջափակման մեջ, հանկարծակի ձեր որդին որոշում կայացրեց իրեն զոհաբերելով գնալ թշնամու ընդառաջ և բացել շրջափակումը իր կյանքի գնով։ Այսպիսով, ես և ընկերներս ողջ մնացինք ձեր որդու շնորհիվ, ու միակ թանկ բանը, որ կարողացա դուրս բերել ինձ հետ պատերազմի դաշտից, դա ձեր որդու, իմ ընկերոջ դիմանկարն է, որը որ նկարել եմ իմ ձեռքերով, և այժմ կցանկանամ այն հանձնել ձեզ, որպես հիշատակ։ Որդիս։ Այո, պարոն Լենգերսոն, նա փոքր ժամանակիր էր այդպես ընկերասեր ու անձնասեր։ Հիշում եմ, երբ առավոտյան կաթ էի լսնում, որ խմի և գնա դպրոց, նա կաթը վերցնում և տանում տալիս էր կաթ վիցակերին, որոնք սպառվել էին դպրոցի խորտակում։ Հիշում ես, Ուիլյամ, մեկ անգամ էլ հիշում եմ, դասընկերներից մեկը պատահաբար խաղալիս կոտրել էր դասասենյակի պատուհաններից մեկը։ Նա գնացել էր դպրոցի տնօրենի մոտ և ասել էր իմ կրիկն է կոտրել այդ պատուհանը, հասկանալով, որ ծնողները գումար չունեն և չեն կարող այդ գումարը փոխհատուցել։ Շնորհակալ եմ տղաս, որ եկար այսօր։ Մի պահ կարծեցի, թե իմ որդին է վերադարձել, բայց… Պարոն Լենգերսոն, դա չեք զգում ձեզ։ Պարոն Լենգերսոնի Պարոն շնորհակալ Լենգերսոն։ եմ, ես ես կուղեկցնեմ։ Ալո, բարև ձեզ բժիշկ, խնդրում եմ, շտապ եկեք պարոն Լենգերսոնների տուն։ Նա իրեն շատ վատ է զգում, արագացրեք խնդրում եմ։ Մի քանի ամիս անց պարոն Լենգերսոնը մահացավ, չդիմանալով խորը վշտին, և ահա իր մահից հետո օրենքի համաձայն կազմակերպվեց աճուրդ, որտեղ վաճառքի էին դրված Լենգերսոն ընտանիքին պատկանող իրերը և թանկարժեք նկարների հավաքածուն։ Կարծես տեմարտեցինք աշխատանքները, Ուիլյամ, կարող եք լսել մի փոքր համստանալ։ Մի բաժակ սուշ։ Խնդրեմ հարազատս։ Դեռ մի քանի ամիս առաջ պարոն Լենգերսոնը ողջ էր, հիշում ես, Ուիլյամ։ Այո։ Երանելի ժամանակներ էր։
մահից հետո մեզ մնաց միայն այս թանկարժեք նկարների հավաքածու։ Այն էլ դեռ չգիտենք, թե ում է բաժին հասնելու։ Խնդրում եմ արագացրեք, շուտով կսկսվի աճուրդը։ Իսկապես, գնանք Ուիլյամ։ Ողջունում եմ ձեզ հարգելի աճուրդի մասնակիցներ։ Խնդրում եմ, զբաղեցրեք ձեր տեղերը։ Այսօր աճուրդի է հանվում պարոն Լենգերսոնին պատկանող նկարների հավաքածուն։ Տեղեկացնեմ, որ դրանք շատ բավականին թանկարժեք են և յուրօրինակ։ Եվ այն իր մեջ ներառում է թե պատմական, թե աբստրակտ նկարներ և մի քանի դիմանկար։ Լավ, որպեսզի չշարաշահեմ ձեր համբերությունը, սկսենք մեր աճուրդը։ Խնդրեմ, առաջին նկարը, խոսող գետը բնության գրկում։ Նայեք ինչ հրաշալի գործ է, ինչ գեղեցիկ նկար է։ Պարոն, դուք չեք ցանկանում գնել նկարը։ Նրա մեկնարկային գինն է։ Տիկնայք և պարոնեք, հարգելի աճուրդավար, ներողություն խնդրում ներխուժմանս համար, ես մի փոքր ուշացա։ Դուք ով եք տիկին, աճուրդի մասնակից եք, խնդրեմ զբաղեցրեք ձեր տեղ։ Թույլ տվեք ներկայանամ։ Ես Լենգերսոն ընտանիքի փաստաբան Սարա Ուիլյամսն եմ և ցանկանում եմ ձեզ տեղեկացնել այն մասին, որ պարոն Լենգերսոնը իր մահից մի քանի օր առաջ ինձ հանձնել է իր կտակը։ Այո, որը պետք է բացվի աճուրդի անցկացումից առաջ։ Եվ հիմա ես կբացեմ և կկարտամ պարոն Լենգերսոնի առաջին կտակը։ Աճուրդի հարգելի մասնակիցներ, համաձայն կտակի պարոն Լենգերսոնի ցանկությունն է, որպեսզի աճուրդի դրվի և վաճառվի իր որդուն նկարը, որը մահացել է պատերազմում։ Նկարի հեղինակը
իր որդու զինակից ընկերն է։ Նկարի մեկնարկային գինը պարոն Լենգերսոնը սահմանել է 500 ֆունտ, որը վաճառվելուց հետո միայն կբացվի երկրորդ կտակը։ Հարգելի հաջորդավար, համաձայն օրենքի և պարոն Լենգերսոնի կտակի դուք պարտավոր եք սահմանել իր որդու նկարը 500 ֆունտ։ Խնդրում եմ հետևել կտակի պահանջին։ Խնդրում եմ լրություն։ Աճուրդի է հանվում պարոն Լենգերսոնի որդու նկարը։ Խնդրում եմ բերեք նկարը։ Շատ հրաշալի վրձինի գործ է, խնդրում եմ նայեք։ Ցանկացողները կարող են արձագանքել։ Խնդրում ենք արագ վաճառեք այդ նկարը և շարունակենք։ Վաճառվում է պարոն Լենգերսոնի որդու նկարը և մեկնարկային գինն է 500 ֆունտ։ Խնդրեմ, ցանկացողները կարող են արձագանքել։ Դուք տիկին չեք ցանկանում։ Ոչ ոք չի ցանկանում։ Ներեցեք ինձ, լսեք ինձ, խնդրում եմ նկարը ինձ վաճառեք։ Դուք ով եք տիկին։ Ես Ջուլիան Մորիսն եմ։ Ես երկար տարիներ աշխատում եմ պարոն Լենգերսոնների ընտանիքում։ Պարոն Լենգերսոնների ընտանիքը ինձ հարազատի նման են։ Ես Թոմին ինձ հարազատ որդու նման եմ սիրում։ Ցավում եմ տիկին, բայց նկարը արժե 500 ֆունտ։ Ուրիշ մարդիկ կան, որ ցանկանան, Ես ես կօգնեմ։ Իսկապես, շնորհակալ եմ հարազատս։ Մենք էլ կօգնենք։ Շնորհակալ եմ սիրելիս, շնորհակալ եմ հարազատներս, շնորհակալ եմ։ Ահա վերցրեք։ $500 ֆունտ 1, 500 ֆունտ 2, ուրիշ ցանկացողներ չկան, 500 ֆունտ 3, նկարը վաճառված է Ջուլիան Մորիսին, կարող եք շնորհավորել։ Երկրորդ նկարի Մեր վարկյան ուժադրություն եմ խնդրում։ Տիկին, դուք արդեն խանգարում եք։ լրություն խնդրում եմ։ Հուսով եմ չեք մոռացել, որ պարոն Լենգերսոնի երկրորդ կտակը պետք է բացվեր իր որդու նկարը վաճառվելուց հետո։ Եվ հիմա ես կբացեմ պարոն Լենգերսոնի երկրորդ կտակը։ Տիկնայք և պարոնայք, կտակում նշված է, որ այն մարդը, ով կգնի պարոն Լենգերսոնի որդու նկարը, անհատույց կստանա նկարների ողջ հավաքածուն։ Իզարմանս աճուրդի մասնակիցների մի ամբողջ կարողություն արժեցող նկարների հավաքածուն անհատույց տրվեց պարոն Լենգերսոնին խնամող տիկին Ջուլիան Մորիսին, քանի որ միայն նա ցանկացավ գնել ոչնչով աչքի չընկնող և ոչ ոքի չհետաքրքրող որդու նկարը, այսինքն ով որդուն ունի, ամեն բան ունի, ով որդուն չունի, ոչինչ չունի։